Ամեն շնորհակալություն, շնորհակալություն։ Դավիթ եղբայրս այստեղ գասեր մի քիչ առաջ, երբ ինքարտած վերնակիրը այս դասախոսության աստվածաշնչյան խորհրդատվության սկզբունքներ, ասեց լավ թեմա է եւ թե միևնույն դժվար թեմա է, խրտին կամ բարդ թեմա է։ Չիտակ է, ինչու որովհետեւ սուրկրային աստվածաշնչյան խորհրդատվությունը հետաքրական թեմա է, բայց ինչպես գիտենք, մեզ շատերը, որ այդ խորհրդատվությամբ, սուրբկրային խորհրդատվության ծառայությամբ ներգրաված ենք ատեներ, գիտենք որքան դժվարություններ կան, երբ մենք ուրիշների խրատում ենք, խրախուսում ենք, կաչալերում ենք, հորդորում ենք, բայց իբր եկեղեցվո ծառաներ, իբր Աստծո ժողովրդի ծառաներ, մենք պետք է որ այս խորհրդատվության ծառայության մեջ լուրջորեն ներգրավենք եւ կարեւորության տեղ տանք մեր ծառայությունից մաս լինի։ Եկեղեցիներ կան, որ նրանք երբեմն միայն հովիվ ունենում են այս նպատակի համար, այսինքն այդ հովիվը միայն խորհրդատվությամբ սպասվում է իբր երեց։ Ամենադեն չի կարոզում, ամենադեն սերտողություն չի անում, բայց կանոմեծ եկեղեցի կարա լինել եւ մարդիկ գալիս են նրա մոտ եւ նրանք պետք ունեն խորհրդատվության։ Հիմա ինչ որ ունեմ մեր արչեւ 15 սկզբունք ես այստեղ գրած եմ, որ նկատի առնենք միասին եւ այս 15 սկզբունքները եղբայրներ ջան, որը մի գարկով չեն, անգամ սերտողություն հրացեի, այդ սկզբունքները ուզում եմ ցեզի հետ ագիսվել, որ հուսալով որ նկատի առնենք եւ օրհնություն լինի մեզ Աստծո խոսքի լույսի ներքո եւ գործածենք սա մեր խորհրդատվության այդ ճանկերի մեջ։ Հիմա 15 սկզբունքներից առաջինը գամած պիտի ընթանամ, ինչու որովհետեւ ժամանակը կա, կարանք վերջացնել այս բոլոր այս հաջորդ մի ժամի մեջ, Աստվածաշնչի վրա հիմնված պետք է լինի։ Այսօր հոգևորներ կան, եկեղեցիներ կան, հովիվներ կան, որոնց խորհրդատվությունը անպայման սուրբկրային չէ, կամ մասամբ սուրբկրային է, եւ մասամբ կամ շատ աշխարհիկ խորհրդատվության սկզբունքներ կներառեն, նրանց խորհրդատվությունը։ Մենք չենք ուզում, որ մեր խորհրդատվության ջանքերը աշխարհից հրամցված լինի, աշխարհից մենք սովորած լինենք։ Ինչու որովհետև եթե մենք մեր խորհրդատվությունը աշխարհի սկզբունքների վրա հիմնավորենք, վնասակար պիտի լինի մեր ռածը։ Եվ մարդիկ այդ օգտագործությունը, որ Աստծո խոսքից կարակալ, պիտի չկարողանան ունենալ։ Հիմա ես չեմ ասում, որ հավատացյալներ նրանք անդեսում են Աստծո խոսքի օգտագործումը նրանց խորհրդատվական ծառայությունների մեջ։ Բայց կան նույնիսկ այսօրով հավատացյալներ, որոնք psychology, այո, այդ սենք ուսումի ջուղը օգտագործելով իրենք հոգեբանական սկզբունքներ օգտագործում են նրանց սուրբկրային սկզբունքների հետ միասին եւ այդ խարը վիճակը շատ լավ արդյունք չի կարող տալ։ Ինչու որովհետեւ մարդու խորհուրդները, մինչեւ անադեմ որ Աստծո խորհուրդներից տարբեր են, պիտի չկարողանան օգտակար լինել։ Հաբաղագարակը պիտի լինի։ Եվ շատ հավատացյալներ, որոնք ուսանած են հոգեբանության մեջ, նրանք ոնց որ ոչ թե ստիպված, բայց ոգևորված կսկան օգտագործելու այդ սկզբունքները, այդ բաները, որ սովորեցան նրանց վկայականի մեջը այդ հոգեբանական դասերի ընթացքում։ Բայց մենք չենք կարող այդպես եղբայրներ ջան, մեր միակ աղբյուրը, ինչ որոս կասենք, Աստվածաշնչի վրա հիմնված պետք է լինի։ Մեր միակ աղբյուրը խորհրդատվության միայն Աստվածաշունչն է, միայն Սուրբ Գիրքն է։ Այո, աղոթքով կմոտիկանանք։
Ինչու որովհետև միայն խորհուրդ տալը չի պավեր, հաբա նույնիսկ երբ մենք պատկերացրեք ցերկով զույգ մը գալիս է, եւ այդ զույգը զորնակ ամուսնության նկատմամբ խնդիր ունի։ Ինչպես պիտի նրանց խորհրդատվություն տաս։ Ինչպիսի խորհրդատու պիտի լինես։ Ոնց օրինակ պիտի թողնես նրանց առաջ։ Բարձր ցույց պիտի տաս, որ դու բամը գիտես, եւ պիտի սկսես խոսալ այս արա, այդպես մի արա, այս աղոթքով, Աստծո հանձնելով այդ խորհրդատվական ժամը։ Ինչու որովհետև 2 Տիմոթեոս 3:16-17 գիտենք, բոլոր գիրքը գասե Աստծո շունչն է։ Կարդալով 2 Տիմոթեոս 3:16-17 ամբողջ գիրքը Աստվածաշունչն է եւ օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար։ Այո, որպես Աստծո մարդը լինի գադարյալ, իբր խորհրդատու, պատրաստ ամեն բարի գործի։ Եվ խորհրդատվության այդ ծառայությունը բարի գործ է, եթե շիդակ սուրբ քրային հիմքերի վրա լինեն։ Այո, մեզ համար սա հիմնական ճշմարտություն է, հիմնական սկզբունք է, բայց կարևոր է այս հիմնական սկզբունքը ի գործի դրվի։ Ինչու որովհետև անհրաժեշտ է իմանալ Աստծո խոսքի միջոցով այդ տրված ճշմարտությունները, որոնք կարող են մարդկանց կարիքների համապատասխան լուծումներ տալ, խորհրդատվություն տալ։ Եվ պետք է որ գիտնանք այդ հիմնական համարները, երբ մենք Սուրբ Գրքից խորհրդատվություն ենք տալիս, այդ խորհրդատվությունը իմ անձնական փորձառությունս չէ, իմ անձնական գաղափարներս պետք չէ լինեն, հապա Աստծո խոսքից հստակ պատասխաններ պետք է դրվի մարդկանց։ Նրա համար այստեղ ասում ենք Սուրբ գրություններու համացան պետք է լինի մարդկանց կարիքներին համապատասխան խորհրդատվության հիմնական համարները պետք է իմանանք։ Որովհետեւ մարդկանց հույս տանք։ Մի քիչ հետ կսրա մասին ենք խոսենք։ Հակոբ եղբայրս հարց ուներ։ Սուրբ գրքով պիտի խոսաս, այո, որովհետև քո խորհրդատվությունդ Սուրբ գրքով պիտի լինի։ Եվ սա է հիմնական սկզբունքը, որ ո՞ր մի խորհրդատվական այդ գործարքին մեջ առաջին եւ վերջին ճշմարտության գործիքը, միակ գործիքը Աստծո խոսքը պետք է լինի։ Ուրիշ բան չունենք մարդկանց հրամցնելու կամ ասելու։ Շատ անգամ խորհրդատուներ այո, մարդ գալիս է նրանց մոտ, որ նրանք խորհրդատվություն ընդունեն, խաղապար, խելք առնեն, բայց ասենք խորհրդատու եղբայրը կարա սկսել խոսալ բաների մասին, որ Սուրբ Գրքից չի անպայման, նրա փորձառություններից, օրինակ։ Հիմա ես չեմ ասում նրա փորձառությունը լավ չէ անպայման, կարող է լավ լինի, բայց եթե միայն մեր խորհրդատվությունը, միայն մեր փորձառությունների վրա հիմնված է առանց Սուրբ Գրքի, ասիկը նմանի քարոզիչները երբեմն նրանք օրինակ փեմ բարձրանան եւ հաջորդ ասենք գեշ ժամը մեծամասնությունը գխոսան նրանց անցնող շաբթվա փորձառությունների մասին։ Այս վկայեցի, այսպես ասացի, այցելեցի, այս զրույցը եղավ, ինչու հոգեվոր թեմաներ կա մեջը, բայց Սուրբ Գիրք չի կա մեջը։ Հա։ Հա։ Խորհրդատվության հետ է կապված, ասենք, եթե մարդը կարիքի մեջ է, դու տեսնում ես, ճիշտ է դու որն է ճիշտ, գնաս դու խորհրդատվություն հասկացնես, թե սպասես մինչև ինքը քեզ դի։ Եթե մարդը կարիքի մեջ է, հա։ Ինչպես ծայրահեղ կարիքի մեջ, ծայրահեղ իրավիճակ է իրancs մոտ, դու տեսնում ես դա ու սպասես մինչև ինքը մոտենա, թե դու գնաս, այդ ինչի կա։ Հիմա գախում ունի։ Հիմա անշուշտ մենք հիմա ավելի գետրոնանում ենք մոդենալու վրա, բայց երբեմն այո, երբ որ տեսնես եղբայրդ մեղքի մեջ է, օրինակ մեղք եթե գա, Մատթեոս 5, դու պիտի ասենք մոդիգանաս նրան, Մատթեոս 5, 23-24, օրինակ այդտեղը համատեքստը ադե, որ եթե եղբայրդ քեզ դեմ բան ունի, այդ փողը որ պիտի գցես դիրոջը ասենք թե բանի մեջը կանցանագի մեջ
մի արագ առաջ գնա գսե խոսիր դա աշտվիր եւ այն այդպես բաներ ինչու որ դու իբր ավելի հոգեվորաբես ավելի լավ գարկավիճակի մեջ լինելով ինքը մեղավորն է ավելի լավ է դու մոդիգանաս նրան եւ նույնպես այդ նույն սկզբունքով խորհրդատվության բարակային երբեմն այո պետք է նկատի առնես որ ես գնամ մի հատ իրեն օգնեմ բայց այս բարակային ավելի մենք սկզբունքները նկատի առնում ենք խորհրդատվական որ նկատի ունենանք մեր մտքերում ինչու որտեվ որքան որ այս սկզբունքները յուրացնենք մեր սրտերում մտքերում արդեն ոնց որ մեզի այդպեսի մը գլինի որ բնական գալիս է երբ մեկու հետ խոսում ենք քաղաքապար տալիս ենք խորհուրդ տալիս ենք եւ անշուշտ հիմնական ազոխոսքն է Միշտ համապատասխան չէ ճիշտ է ասեք ես դու ոնց կուզես ձեր կարծիքին համակարգ Երկրորդ եղբայրներ ջան մարդկային բնությունը պետք է նկատի առնենք իբր սկզբունք որ մարդկային բնությունը ընկած է մարդկային բնությունը պետք է նկատի առնենք որ ընկել է այսինքն լավ չէ կամ չեզոք չէ սա շատ կարևոր է Եփեսացիները 2:1-ից կասե Մարդ արարածը մեղավորը մեղքերի եւ անցանքների մեջ մեռած է Հռոմայացիների 3:10-12 կասե չգա մի արդար ոչ մեկը որ բնդրում է Աստված Այս համարները նկատի ունենալով մենք մեր այդ խորհրդատվական արարքին կորձընթացի մեջ պետք է նկատի ունենանք որ ումի հետ որ խոսում ենք այդ անձը գադարյալ անձ չէ մեղավոր անձ է նույնիսկ եթե իբր հոգևոր է էլի դակավին մեղքի հետ պայքարում է եւ սա իմը պետք է ունենանք որ կարողանանք ավելի հեշտ ծավով խոսել անձի հետ ինչու կասենք սա որովհետեւ ամեն մի խորհրդատվական խնդրի արմատը մեղքն է Եղբայրներ ջան մեկը գարա ինձ մի քիչ բաժակ մջուր կամ սուրճ պամը շնորհակալություն որովհետև մարդ արարածը բարի չէ, լավ չէ, չեզոք չէ եւ իբր հոգևոր խորհրդատվության սկզբունք ես ու դու պետք է նկատի առնենք երբ մեկու հետ նստած ենք եւ խոսում ենք այո դու ալ այդպես ես դու ալ մեղավոր անձ ես փրկված անձ բայց մեղավոր բնությունը կա բայց պետք է նկատի առնես որ հիմքը ամեն մի խորհրդատվության այդ կորձընթացի կամ գործարքի ասեմ մեղքն է եթե մեղք չլիներ թերություն չեր լիներ խնդիր չեր լիներ քիչով կամ շատով մեղքի հարց կա քիչով կամ շատով մեղքի հարց կա չէ դե ոչ այդ անձը պիտի չմոդիգանար քեզ եւ պիտի չհարցներ քեզ որ ինք այս հարց ունի այս խնդիր ունի հիմա ինչ որ ասենք ինչ մտածենք որ յետևը ինչ մեղք կա ինչ մեղքի հետ կապակցությամբ խնդիր կա որ եթե մեղք չլինի անօրենություն չլինի խնդիր չկա խորհրդատվական ուրեմն Սուրբ Գիրքը թիվ 1 մեր միակ ուղեցույցն է աղբյուրն է մեր խրադի թիվ 2 անշուշտ նկատի ունենալով որ մեր խորհրդատվության յետևը գեցող այդ անձի գարիքը գապված է մեղքի հետ եւ մեղքի հարցը պետք է լուծվի սա գասեմ որովհետեւ այդ հոգեբանության քաղաքապարը եղածին պես հոգեբանությունը աշխարհային հոգեբանությունը եղածին պես կմերժե մեղքի քաղաքապարը իրենք ասեն մարդկային բնույթ է ուրիշին խնդիրն է իրենք այդպես կչանան անել հիմա եթե Տիգրան եղբայր օրինակ եկավ Դավիթ եղբորը մոտ խորհրդատվության համար Դավիթ եղբայրը եթե ինքը հոգեբանական մոդեցումով լինի կասե Տիգրան եղբայրս քո այդ խնդիրը կասե օրինակ ծնողքիդ խնդիրն է ծնողքիդ խնդիրն է որպես դու լավս կաս հոգեբանությունը այդպես կնե այսօրվա Հայաստանում անունն է աշխարհում անունն է այդ դասերը
որ հոգեբանության մեջ տալիս են, քեզ ուզում են հանգստացնել, քեզ չանալ համոզելով, որ խնդիրը դու չես, խնդիրը ուրիշն է, գամ քո, ասենք թե մարմնի դգարությունը, գամ քո, ասենք մտահոգությունները, գամ քո գողագիծիդ խնդիրն է, գամ քո զավակիդ, զնողքիդ, երբեք նրանք մեղքի վրա չեն կենտրոնանում։ Ու դա հաճելի է լսելը, որ դու չես մեղավոր։ Այո, որ ինչու շնչավոր մարդու համար դա հաճելի է։ Բայց մենք այդպես չենք անում, որ Սուրբ Գրքի համաձայն մենք գիտենք, որ ամեն մի խորհրդատվական արարքի արմատը մեղքի հարցն է։ Քիչով կամ շատով։ Եթե մեղք չլինի, խորհրդատվության կարիքը չկա։ Չկա։ Սա է, որ ուզում ենք կենտրոնալ։ Նկատի առնենք, որ մարդկային բնությունը մեղավոր է, ընկած է, լավ չէ, չեզոք չէ, ապա մեղավոր է։ Թիվ 3։ Պետք է սպաղվի մեղքի հարցերով։ Հիմա հաստատեցինք, որ այո, մարդ արարածը քանոր մեղք ունի մեջը, ուրեմն սրա ագաբակցությամբ պետք է մեր խորհրդատվությունը սպաղվի մեղքի հարցերով։ Հիմա զոր օրինակ, եթե Սամոս 32 գարթանք, Դավիթի այդ Սամոսը, երբ ինք մեղանչեց Ուրիայի սպանեցնել դալով Բերսապեի այդ շնություն ունելով, 32:8-ից կասե, գուսուցանեմ քեզ եւ գսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս, գխրադեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Եվ մի եղեք ձիու պես եւ ճորու նման, որոնք միտք չունեն եւ նրանց գզակների մեջ ցանց ու բախուրց պետք է դնել, որ քեզ մոդենան շատ դանչանքներ կան ամբարիշտի համար, բայց նա ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը գշրջաբադի նրան։ Ինչու այս խոսքերը ասեց, որ գնանք առաջին 6 համարներու մեջ, գտեսնենք Դավիթ ինք իր մեղքի հարցը կլուծե Տիրոջ առաջ։ Խոստովանությունով։ Կասե երանի նրան ում անօրենությունը թողություն գտավ եւ ում մեղքը ծածկվեց։ Երանի ամարտուն, նայեցեք, եւ որ մեղքը ծածկվեց, կասե ինք ուրեմն ասում է, որ հոգեբանության այդ մոդեցումը խորհրդատվական սխալ է։ Դավիթ ինք ընդունում է, որ իր մեղքի հարցը պետք է լուծվի, որբեսի կարողանա լուծում գտնե իր ասենք հոգևոր դգարությունը, իր այդ բոլոր մտահոգությունը, իր այդ բոլոր սկացմունքների այդ թուլությունը, որ սկացած էր մեղքի պատճառով, եւ գասե երանի ում անօրենությունը թողություն գտավ, ում մեղքը ծածկվեց, երանի այն մարդուն, որին դեռն անօրեն չի համարում եւ նենգություն չկա նրա հոգու մեջ։ Երբ ես լուր մնացի, ասին չխոստովանեցա, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա առաջելուց։ Չի ասում, որ հանցանքը իմ մարդկային բնությունն է։ Մենք գիտենք, որ այո, մարդկային բնությունը, մեղավոր բնությունը ունենք, բայց մենք գիտենք, որ մեղ գործողը մենք ենք։ Չէ՞ ոչ մենք ումի վրա հանցանք պիտի գցենք, սատանային վրա է հանցանքը, ինքը մեզ մեղ գործեցնել դվեց, հա։ Բարդեզում, եթե մի բարդեզում։ Կամ Եվայի վրա, Ադամի վրա հանցանքը գցենք, չէ, հանցանքին վրաս է գասե Դավիթ։ Որը ծորեկ ու գիշեր քո ցերկը ծանանում էր ինձ վրա։ Իմ թարմությունն ամառվան չորության դարձավ։ Այդ հոգևոր այդ թարմությունը, որ ուներ Դավիթ, չորացավ։ Ինչու մեղք կա չխոստովանված։ Ես մեղքս, նայեցեք, այստեղ է Դավիթ ինքը Աստծո առջև եկած է խորհրդատվության։ Այդպես պատկերացրեք։ Եվ Դավիթ եկավ Աստծո առջև, հայտնեցի քեզ գազ, ինչպես որ մեկը գալիս է Հովվի մոտ ասելով, որ եղբայր ջան, ես այս խնդիր ունեմ, եւ Հովվի եղբայրը գասե, սիրելի եղբայր ջան, դու այս խնդիրը ունես, որտեղ մեղք կա, պետք է խոստովանես, որ ազատից հանգստանաս։ Եվ գասե Աստծո առջև եկավ գասե, ես մեղքս հայտնեցի քեզ, չջացկեցի անօրենությունս, ասացի օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը, եւ դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ Ուրեմն տեսում ենք, որ ճշմարիտ Սուրբ Քրային աստվածաշնչյան խորհրդատվությունը պետք է սպաղվի մեղքի հարցերով, չէ՞ թե լուծում չի կարելի գտնել։
Չի կարելի։ Իբր նախատրյալ նկատի պետք է ունենանք, թե որն է հիմքը մեր ջանքերի։ Երբ մենք այդ խորհրդատվական այդ կորձարքը ծառայությունը անում ենք, հիմքը ինչ է մեր այդ ծառայության։ Հիմքը հետևյալն է, եղբայրներ ջան, պետք է մտքերնից պահենք, որ Աստված կարող է փոխել, այսինքն օգնել այդ անհատին կամ անհատներին, ումի մենք ծառայում ենք խորհրդատվությամբ։ Եթե ես իբր խորհրդատու համոզված չեմ, որ Աստված կարող է մարդը փոխել, մարդուս օգնել սուրբ գրքով, ազոզորությունով, ես ինչ ունիմ ասելիք։ Պատկերացրեք, հիմա եթե ես չեմ հավատում, որ Աստված կարող է օգնել այդ եղբոր կամ քրոջ, կամ այդ ցանկացած անձին, որ նույնիսկ հավատացյալ չէ, եկած է կովդ, ինքը ասում է, ինքը ասխնդիր ունի, ինքը թմրեցիչ վերցնում է, ինչ պիտի ասես նրան։ Եթե թմրամոլ է, ինչ պիտի ասես։ Պիտի ասես, որ գիտես, դու լավ անձ ես, բայց մի քիչ լավ քնիր, մի քիչ լավ կեր, մի քիչ ուրախ բաներու ետևե եղիր եւ այդ թմրամոլության կամ այդ խմիչքի այդ գարչվածությունը գանեդանա ժամանակի ընթացքում։ Այդպես պիտի ասենք։ Ոչ, պիտի ասես, որ ցավը տանեմ եղբայրս։ Իբր այսինքն հայ եղբայր, ոչ թե հոգեոր եղբայր։ Դու մեղքի մեջ ես, Հիսուսը պետք ունիս։ Դու այդ ցավը վիշտդ ինչ որ է, Հիսուս կարա ցավը տանել։ Այդպես պիտի ասես։ Պատրաստ ես դեր ընդունելու ապաշխարությամբ։ Ինչու՞ որովհետև մենք գիտենք, որ երբ դերը Սուրբ Հոգու միջոցով մեր աչորդ կետը հետևյալն է, Հոգու իմաստության վրա ապավինելը, Սուրբ Հոգու վրա ապավինելը ոչ թե մեր իմաստության գենսական է, ինքն է իմաստության հոգին ասե։ Եսայի 11:1-2-ի մեջ ինքն է իմաստության հոգին։ Ազով վստահելով, Սուրբ Հոգու իմաստության վստահելով եւ իբր նախատրյալ նկատի ունենալով, որ մենք իբր խորհրդատու մենք ասում ենք ինչ որ ասում ենք, բայց հավատում ենք միթե որ Աստված կարող է այդ անձին փոխել, նրա կյանքը եղաշրջել։ Եթե մենք չենք հավատում, գասկածում ենք, գիսամ հավատում ենք, բամը չունենք ասելիք։ Պատկերացու հովիվը, որ նրա ասենք ուղղությունը, որ դալիս է, բարձրապես իր մարդկային խաղապարներից գալիս է, իր փորձառություններից գալիս է, ոչ թե ազո խոսքից։ Ինչու՞ որ եթե ազո խոսքից գալիս է, դիմացինին մենք ցույց տալիս ենք ինչ, որ Աստված կարող է նրա խոսքի միջոցով, եթե նա զանթվես նրա խոսքին, Աստված կարող է փոխել քեզ, կյանքը տեղաշրջել, լավացնել, բարվոկել։ Չէ՞ թե ոչ, մենք բամը չունենք ասելու մարդկանց, թե հոգևորների, որոնք պետք ունեն այս խորհրդատվության, կամ ոչ հոգևորների էլ։ Ուրեմն այդ հասկացողությունը կարևոր է եւ հետեւյալն է այդ հասկացողությունը Սուրբ Հոգու իմաստության վրա հենելով ես հավատում եմ, դու հավատում ես իբր խորհրդատու, որ Աստված ինք կարող է փոխել, օգնել այդ մարդկանց, որ գալիս են քո օգնությանը կարիք ունեն։ Եթե չես հավատում, որ Աստված կարող է փոխել, բամը չունես ասելիք, բամը չունենք ասելիք։ Թիվեց պետք է աստվածաշնչյան խորհրդատուն պետք է կարողանա դարբերարգել արդյոք այս ցանկացած անձի խնդիրը ինչ է, հոգևոր է, սկզբունքային, այսինքն էմոցիոնալ, հոգեբանական, անհոգեբանական հոգևորի հետ կապ ունի, կամ պարզապես մարմնական, ֆիզիոլոգիական բնույթ։ Որն է։ Ինչու՞ որովհետև հիմա եթե օրինակ դու բժիշկի գնացիր, զորոնակ ականջը ցավում է, բաղ արավ։ Եվ բժիշկին ասես, որ բժիշկ ջան, ականջը ցավում է, եւ բժիշկը քեզ թեղ տալիս է ոտքի համար։ Կապ չունի։ Պետք է բամը դա որ սրա հետ կապ ունի, կամ ականջի վրա մեջը ինչ որ է քսելով, դեղատրելով, կամ ասենք դեղահապ, չգիտեմ։ Բժիշկը պիտի շիդակ ախտաջանաչում անի,
որբեսի կարողանա քեզ օգնել։ Եթե մեր ախտաճանաչումը այդ ցանկացած անձի գարիքի համաձայն չէ, ոնց կարանք օգնել։ Հիմա հիշում եք մի քիչ առաջ կարդացինք, երբ Պողոս առաքյալ Դիմոթեոսի ասեց քո այդ ստամոքսի խնդիրների համար ջրի հետ գինի խառնե, ջրի հետ։ Մի գինի խմիչալ։ Հասկանում եք։ Ես դիգրան եղբորը սիրում եմ։ Պողոս առաքյալ Դիմոթեոսի չասեց, գնա սուրբի կարտա եւ քո ստամոքսի ցավերից կազատես, որքան սուրբի կարտա լավ բան է։ Ֆիզիոլոգիական է նրա խնդիրը։ Այդ խորհրդատվությունը արեց իր մարմնի համար։ Ինչպես որ մեր մարմնի բժիշկներն ալ նույնը կանեն մեզ համար։ Բայց հոգևոր բժիշկը, երեցը, հովիվը, ազոմարտը Աստվածաշնչով կսպասվի։ Հարցը եթե հոգեբանական է, օրինակ մեկը եթե գասե, ավակ եղբայրս գիտե, 2 օր առաջ մեկու հետ կխոսայինք, ինք կասեր խնդիրներ ունի, ուզում է ազատել այդ խնդիրներեն։ Եվ մեր պատասխանը այդ երդասարտին սա էր, որ արի խոսանք, Տերը պետք ունիս, եւ կենտրոնացումը ապաշխարության վրա է։ Ինչու որ եթե Հիսուս ունիս, այդ խնդիրները դեռ ինքը կարող է լուծել քեզ համար։ Ինչ որ մտահոգություն ունի, որ մտահոգություններ ուներ։ Հա, ես չեմ ասում, որ եթե զորնակ մեկը օրինակ բարկի փող արած է $20,000 չի կարող վճարել, ասել չէ որ ապաշխարելով դեր իրեն այդ $20,000 պիտի տա։ Այո, դերը կարող է օգնել։ Բայց ինչ որ գցանես, եթե դերը ինքը այդպես որոշի, պետք է հնցես, ադա սուրբ կրային է։ Բայց դերը կարող է բացառություն անել, մի խոսքով հրաշք անել եւ քեզ օգնել, ադալ կարելի է։ Բայց մեր բարդականությունն է, որ մենք պետք է կարողանանք զանազանել, դարբերարգել, թե այդ անձի խնդիրը, որ եկած է քո մոտ նստած է քո առաջ, պատմում է քեզ իր խնդրեմը, իր խնդիրը, կարող է էմոցիոնալ հարց լինի։ Կարող է ինքը ասե Տիգրան եղբայրս օրինակ։ Տիգրան եղբայրը վրա պետք չէ խոսամ։ Ես նայր անդե եղբայրը իմա խնդած Հակոբ եղբայրը։ Ասե Հակոբ եղբայրը սիրտս կոդրած է։ Հակոբ եղբայրս ես այդտեղից անցած եմ ժամանակին։ Երբ ուզում եմ ամուսնանալ եւ չի լինում, սիրտը կոդրած կլինի։ Ասելը սան է որ ես չեմ կարող Հակոբ եղբորս այնադեն ասել, որ քո խնդիրը սուրբի կարտա, բարձրապես։ Էմոցիոնալ հարց կա, ինչու որովհետև աղջիկա մի հետ կապված, զոր օրինակ։ Խրատը որ պիտի դաս, չես կարող Հակոբի ասել, որ զորնակ գնա եւ ասիչ թեղը վերցրու եւ այդ թեղը քեզ պիտի օգնե, որ սրտի ցավդ հանգստանա։ Բայց իմ սրտի ցավս ֆիզիկական չէ, էմոցիոնալ է, զգացական է։ Սակսե պաշատ չի խնդաս, քո վրա դա գալակ բամը ասել։ Ես բամը սելիք չունեմ հիմա։ Ինչպես? Հա։ Մի ռոբ եղբայրներ ջան, նախորդող էջը գնացինք, Դավիթ եղբայրը մի բամը նշե։ Բայց 6-րդ գեդի առնչությամբ եղբայրներ ջան, էլի նկատի ունենանք, որ մեր խորհրդատվությունը պետք է կարողանա գոմնորոշել, որ հարցը ֆիզիկական է, մտային է, զգացական է, ինչ է, հոգևոր է հարցը։ Եթե օրինակ կասեմ, մարդը եկած է քոքով եւ ինք կասե, հեչ ուրախ չեմ ես մեր տանը մեջ։ Հեչ ուրախ չեմ, գինս ալ ուրախ չէ մեր տանը մեջ, ինչու կասեմ, հետո հայտնի կլինի, որ այդ եղբայրը շնություն ըրած է, հասկացանք իմ եղբայր ջան, ինչու գնիգդ քեզ մե ուրախ չէ, գինդ քեզ մե ուրախ չէ, որովհետև ուրիշ կնոջ մի հետ գնացիր, բեկի խոստովանից կու մեղքդ, ատեղից սկսենք, հաջորդը, 7-րդ սկզբունք, որպես խորհրդատու, այսինքն մեկը որ սուրբ հոգով կանոնավոր ցևով ապրում է, այսինքն քայլում է
աստվածաբաց սևով։ Նկատի ունենալով, երբ որ խորհրդատուկ ասենք, մեկը որ հոգևոր, այսինքն մթնոլորտի մեջ է, ոչ թե մեղքի մեջ է ինքը իբր խորհրդատու։ Որպես խորհրդատու պետք է օրինակ լինի աստվածաբաշխության բնավորությամբ։ Սա շատ պարզ է, չէ՞։ Եթե դու կամ ես մեր խորհրդատվությունը բարձրապես կորձի պես անում ենք, ինչպես որ ոչ հոգևոր խորհրդատուներ կան, վստահ եմ Հայաստանում կան, որ գնում ես նրանց օֆիսում, նստում ես նրանց առաջ հոգեբանական առումով, հա, քեզ խորհրդատվություն տալիս են։ Դու եթե իբր ավադացիալ նրանց առջև գնաս եւ գիտես որ հարցը մեղքի հարց է, որովհետեւ Դավիդի նման չես ուզում խոստովանում, սկիզբը որ Դավիթ չխոստովանեցավ, մինչև Նաթան Մարգարեն ուղարկեց դերը, իր այդ ամառվան ոնց որ թացությունը չորության վերածված էր հոգևոր առումով, իր զգացումներն նախանկարված էին։ Մինչև խոստովանեցավ, եւ խոստովանեցավ ճշմարտաբես դիրոջ այդ օրտնությունը էլի սկաց։ Ուրեմն իբր խորհրդատու դու եւ ես պետք է օրինագելի կյանք ունենանք, որ օրինագելի լինենք այդ մարդկանց, որ մեզ գալիս են, որովհետեւ մեզ մե օգտվեն։ Չէ՞ թե ոչ, դու եւ ես ինչ ունենք հրամցնելիք։ Հա ազոխոսկով մենք կարող է ամենաշիտակ բաները ասենք, բայց դիմացինը նայում է, Հովիկ ջան, դու ասում ես, որ ես իմ գնոջ ներողություն պետք է ասեմ, որովհետև այդպես արեցի ուրիշ գնոջ մի հետ, բայց Հովիկ ջան, ես գիտեմ, որ դու ալ ասպես բան արեցիր ուրիշ գնոջ մի հետ եւ գուգինդ լուր ունի, չունի, ինչպես օրինակ կլինես։ Հեչ, զերո։ Այդպեսի ասում ոնց կարողանա հույս ստանալ դիրոջով քո միջոցով։ Ուրեմն մեր կյանքերը մաքուր անոթներ պետք է լինեն դիրոջ առաջ եւ մարդկանց առաջ։ Հիմա սա հետեւյալ սկզբունքը կարևոր սկզբունք է։ Քաղնիության սկզբունքը, այսինքն, նայեցեք, մենք Ամերիկայում, Կանադայում, Հայաստանում կարող է կան հովիվներ, որ կանեն այդպես, ոնց որ ցևեր ունենք, ֆորմեր ունենք, փաստաթղթի ֆորմեր ունենք, որ գլիցկավորեն մարդիկ, երբ գալիս են քո մոտ, ինչու որովհետև կարևորը, որ այդ ցևի վրա գրված լինի, ստորագրված լինի, այո, խոսքով ագարանք կնել, ինչու որովհետև եթե իրար վստահում ենք, խոսքով ագարանք, բայց ավելի, ասենք, այսօրով այդ ցևը օգտագործվում է թղթի վրա, որ դու իբր խորհրդատու հովիվ իբրև, երեց իբրև, ստորագրում ես, որ ինչ որ դիմացի անձը քեզ պիտի խոսա, իմ եւ նրա մեջ պիտի մնա։ Ուրիշը պիտի չգիտնա։ Հա երբեմն եղբայրը կարող է գալ քո մոտ, բամը ասա, որ աս իմ եւ քո մեջ մնա։ Okay։ Սա նշանակում է, որ իմ գինս լուր պիտի չունենա նրա վրայով, կամ իմ զավակս, կամ ուրիշ մեկը։ Խորհրդատվության այդ ծառայության մեջ այդ քաղնիությունը շատ կարևոր դեղ ունի։ Քաղնիությունը, որ ասենք սա լավ բան է։ Ինչու որովհետև նա վստահություն կներշնչի այդ ծառայության նկատմամբ։ Չէ՞ թե ոչ, եթե քո անունը, իմ անունս ելնե, որ ես թույլ բերանեմ։ Դավիթ եղբայրը կամ Տիգրան եղբայրը եկավ բանը ասեց ինձ, հետո արդեն եկեղեցի մնացած մարդիկը երկու շաբաթ հետո լուր ունին։ Եղբայրները մտածեն գասեն, ուրգից լուր ունեն։ Մեկը չի գիտեր աս հարցը։ Միան Հովիկին խոսեցանք։ Ուրգից լուր ունեն։ Չէ, չեն կարող ասել, որ դերը նրանց էլ այտնեց, որ Դավիթը խնդիր ունի կամ Տիգրանը խնդիր ունի։ Չէ։ Ասել որ Հովիկը թույլ բերան եղավ, իր այդ համացանությունը խախտեց, թերի գտնվեցավ, մեղ կործեց, բայց չէ նր այդպես։ Շիտակ չէ, այո, որտե մանալ խորհրդատվական այդ գործարքի մեջը, եւ որ մեկը քովդ մոդենում է եւ ասում է, որ նա եղբայր ջան, ես ուզում եմ, այսինքն քեզ այս ասել, այն նպատակա, որ ինձ գարաս օգնել, աղոթես ինձ համար, գարաս օգնել ինձ, սա է նրա ցանկությունը։ Եվ եթե դու համաձայնեցար, պատրաստ պետք է լինես պահելու։ Նրա համար, օրինակ, այս խորհրդատվական համաձայնությունների ընթացքում միշտ հարցնում եմ դիմացի անձին, սկիզբից կհարցնեմ, այս ինչ որ պիտի ասես, առաջ որ ասես, կոնֆիդենցիալ է, չէ թե ոչ, ես կարամ գիսվել մյուս երեցների հետ, սկսյալ մյուս երեցների հետը, կամ գինս կարա գիտնալ, եթե պետք է գինս գիտնա,
Ինչու որովհետև երբեմն բաներ կարան լինել, որ օրինակ եղբայրը կարակալ ասել, հայ եղբայրս կարակալ ասել, որ հովիկ նա է։ Ես ասինչ մեր եկեղեցվում է զոր օրինակ, ասինչ մույս երեցը դեսա ուրիշ կնգամի հետ։ Եվ գասե որ հայ եղբայրը չեմ ուզում ասես ուրիշին։ Ես իրավունք ունիմ հայ եղբայրը ասելու, որ չեմ կարող այդպես անել։ Ինչու որ այդպեսի բանը բոլոր երեցները կարող է ներկրավեն։ Առաջ մեկ առ մեկ կխոսամ, որ միայն ես գիտեմ։ Երկրորդ իբր վգագ առնեմ հայ եղբորս, Մատթեոս 18 այդ քայլերը, երրորդ երեցներուն գասեմ, եթե պետք կլինի եկեղեցին բիդեսվի, որբեսի այդ անձը ամոթով մնա, եւ հնազանդ եթե չլա, անշուշտ գարկաբավության հարցը կա, չորրորդ այդ քայլը։ Բարձրաբես որ քաղաքնիության մասին խոսանք եղբայրներ ջան, սա չի նշանակում, որ ամեն ադեն պետք է այո ասես դիմացինին։ Բարակայական է հարցը։ Ինչու որովհետև երբեմն կարող է այսպես լինել։ Կանադա, Ամերիկա գլինի այսպեսի բաներ, մենք Հայաստանում չեմ կարծում, բայց եկեղեցիների մեջ երբեմն պեդոֆայլեր կան։ Նրանք որ երեխաների հանդեպ ցանկություն ունեն, կեղտոտ մարդիկ։ Նրանք քեզ գասեն, ուզում եմ նրանց հոգ տանել, սովորեցնել, բայց նրանք տարբեր շարժարիտ ունեն։ Եվ այդպեսի բարականերուն եւ որս կաս որ այդտեղը խնդիր մը գա, գասես ոչ գասես, չեմ կարող գասես, այսինքն քախնի բահել, ինչու որ դե մեղքի հարց կա, մեղքը պետք է լուծվի։ Եթե այդ անձը ասե որ ես ասպիսին եմ, օքեյ, խոստովանես, եթե խոստովանեցար վերջ, եթե չխոստովանեցար, գարձում ես որ քեզ պիտի ցկենք տագավին եկեղեցում շարունակես այդ վիճակում, ոչ։ Եթե խոստովանեցավ մի բան շարունակի այնադեն չես կարող ասել, որ քախնի պիտի մնա։ Իհարկե, չի կարող շարունակել, իհարկե։ Իհարկե, ադի ուրիշ թեմա է։ Ադի ուրիշ թեմա է։ Այո, համաձայն եմ եղբորս հետ այդտեղը։ Հիմա ադի ուրիշ թեմա է։ Իմ միակ կենտրոնացումս ան է, որ ինքը ուզում է քախնի բայել, իր ռածը։ Ես չեմ կարող ասել, որ իր ռածը քախնի պիտի բայեմ։ Նույնիսկ որ խոստովանեցավ։ Ամերիկայում եւ Կանադայում այդպեսի բան լինի, ոստիկանության լուր պետք է դրվի։ Ուղղակի օրենքը ադե կառավարական։ Ոստիկանություն լուր պետք է ունենա, ոչ թե միայն եկեղեցին լուր պետք է ոստիկանությունը, այո։ Այո, ինչու որ օրենքը ադե եւ ես հավատում եմ որ այդ օրենքը կառավարության շիդագա։ Ինչու որ գբաշպանե ուրիշ անցիկ, որ այդ անձը այդպեսի վիճակի մեջ է, որ ինքը ասում է, որ ինքը երեխաներու գսիրեք, ուզում է ծառայել, բայց մեղքի մեջ է։ Նույնիսկ եթե ասած խոստովանեցավ, կառավարական օրենքի ագարակ մի չի երտած, որ սխալ բան չէ։ Կառավարությունը չի ասում, որ ավետարանը չես կարող քարոզել։ Այդեն առաքյալներում պետք է ասենք, որ մենք ազոբին զանթվենք, ոչ թե մարդկանց։ Բայց ասպարակային դարբեր է հարցը։ Հա։ Ադալ շիդագ է, եկեղեցիից սկսում է, ինչու եկեղեցի հետ կապ ունի։ Ուրեմն քախնիությունը բացարձակ չէ։ Սա է ուզում եմ ասել եղբայրներ ջան, որոշ ադեններ կա քախնի պետք է լինենք, բայց որոշ ադեններ կա պետք է ասենք, որ դու ասացիր, այսպես ես չեմ կարող ադի քախնի բայել։ Պետք է գիտնաս է։ Եվ նրա համար է, որ ինչպես վաղը պիտի նայենք եկեղեցական կանոնակրի մասին, մի քիչ հետ կգխոսանք սրա մասին, 15-րդ կետում։ Նույնիսկ խորհրդատվական աս կորձարկը պետք է որոշ գրված, դված այս ասենք կորձընթացի կանոնակիր պատրաստ ունենաս, որ հստակ անես սկզբից այդ անձը որ մոդենում է քոքով, ինք գարթա նայե, որ քախնիության բարակայում բաներգա որ խորհրդատուն ինք իրավունք ունի այս պատճառներով բացահայտե մուս երեցներին, եկեղեցին, ինչ որ պիտի ասես, ուրեմն սկզբից դու կպատրաստես այդ ցևի համաձայն, որ մի կարծեր, որ ես իրավասությունը չունեմ քո ուսածդ քախնի բայելու իմ եւ քո մեջ, եթե վտանգավոր բան գա մարդկանց հանդեպ։ Սա կպատրաստե նրան, որ ինքը գարթում է, համաձայն ես, անգի հետ կսկսում ենք։ Եթե համաձայն չես, չի գա։ Շատ լավ բան է, ուզում ասեմ։ Կա օրինակ նմուշ։ Այո,
Եվ եղբայրներ ջան, նայեցեք, այսպիսի բաները, օրինակ, եթե հայերենով չունենք նույնիսկ լավ աղբյուրները անգլերենով կա, պետք է թարգմանվի, գարթանք, նայենք, ինչ կարող ենք օգտագործել, ինչ պետք չունենք օգտագործելու եւ նրա համաձայն մեր եկեղեցիներու կամ մեր միաբանության համար այդպես պատրաստել, որ մեր ժողովուրդը օգտագործի սա, մեր հովիվները, որովհետեւ որպես խնդիր չլինի հետո։ Հետո հաջորդը։ Հա։ Եկավ խոստովանեց, հոդուր պետք է տեղյակվայի կառավարությանը։ Նե, Հայաստանի օրենքները չգիտեմ, բայց մեկ բանը կարևոր է, որ այդպիսի բանը երեցները պետք է գիտնան։ Միայն հովիվը ինքը գիտնալով չի վերջանար, ինչու կոնե առաջնորդությունը պետք է գիտնա, որ միասին խոսան, նայեն ինչ պետք է անեն։ Որովհետև այդ անձը նույնիսկ եթե կա խոստովանեց, ասեց, ինչպես եղբայրը ասեց, պետք է որ այլևս այդ ծառայության մեջ չի ներգրավվի, ժամանակ տրվի իրեն, որ նայեցի, որ իր խոստովանություն շիդակ է կամ ոչ։ Հիմա կա պետականորեն երեխաների պաշտպանության օրենք կա, սահմանադրության, որ նմանատիպ կետերը դրված է։ Եվ նաև կան միսիաներ, որոնք աշխատում են երեխաների հետ, նաև եկեղեցիների հետ համագործակցության ժամանակ շեշտադրում են երեխաների պաշտպանության կետերը։ Այո, երեխաների կամ կանանց, այո։ Հարցս հետևյալն է, եթե անձը գիտի այդպես, ինչու է գալու, ինչ հավանականություն կա, որ անձը գիտի խոստովանի, հետո էլ հովիվը կառավարությանը տեղյակ կվայի, որ այս մարդը Եթե նե, եթե կառավարության տեղյակ բայ, հիմա ներ, գախում ունի, երբեմն մարդիկ կան, հավատացյալներ կան, կարող է իրենք որոշեն, որ պետք չունի կառավարությունը գիտնալու, մեկ արդեն հարցը լուծեցինք։ Գախում ունի, եկեղեցի գախում ունի։ Բայց եկեղեցու համար է դա մկներ, եկեղեցու համար է դա շատ մկներ, reputation-ի վրա ոնց որ Այո, եկեղեցու reputation-ի վրա։ ոնց որ բարձրաձայնի որ իրանց եկեղեցում այդպիսի մարդ կա։ Խրտին հարց է, բայց պետք է այս հարցերը սկիզբեն այսին մտածված պետք է լինեն, որբեսի մեր ասենք ինչպես կասենք անգլերենով we have to cover all our angles մեր ամեն անկյունները պետք է արդեն նկատի առածելանք որ փած չթողնենք որ մի ասենք բան որ հետո եկեղեցին խնդրի մեջ ինա եկեղեցու վկայությունը հովին վկայությունը երեսներում վկայությունը խնդիր լինի անդեղ հաջորդ եղբայրներ ջան շատ կարևոր է որ մեր խորհրդատվական այդ գործարքի մեջ հետևյալ լսեք եւ լսեք խոսելուց առաջ Ինչպես Հակոբոս 1:19 ասել, լսողներ լինենք, չէ՞։ Որովհետև մենք իբր երեցներ, ոգևոր կորզիչներ, շատ անգամ մենք հագամետ ենք շուտով խոսելու, պատասխան տալու, ինչու մենք խանդավառ ենք նրան օգնելու։ Բայց սպասել, լսել, նշումներ վերցրու, նշումներ կրեկովդ։ Մինչև որ հստակ չհասկանաս նրա հարցը ինչ է, խնդիրը ինչ է, եւ ինք ասե որ, օքեյ, սա Ասկացա, ասե ամեն բաղմությունս, անադեն ազո օգնությամբ, սուրբ ոգու օգնությամբ, մինչ ինքը խոսում է դու արդեն աղոտկով ինքսին գտացնազս դիրոջ, հետո գսկսիս գամած խոսել նրա, ասել որ նա է, կուբարական ինչ որ դեսնում եմ այսպես է, սուրբ կրկիցը, այսպես կարամ կեզ խրադել և այլն։ Ուրեմն լսելը շատ կարևոր դեղ ունի։ Թիվ 10 Հավաքեք, ինչ որ սրա հետ կապ ունի, արդեն նշեցի, հավաքեք դվյալներ եւ գնահատեք կամ ախտորոշեք այդ ծեր ունեցած, ծերքի դակ եղած խնդիրը սուրբ կրկի լույսի ներքո։ Եվ որ լսում եք, հավաքեք ինֆորմացիա, դեղատվություն, դվյալներ, ինչու որ դուք ուզում եք գոմնորոշվել, դուք ուզում եք պետք է որ ախտորոշեք խնդիրը ինչ է այստեղ Սուրբ կրկի համաձայն Չէ՞ ոչ Եթե այդ անձը շատ բաներ ասելիք ունի ոնց կարող ենք հիշել ամենը Խորհրդատվության ադեն լավ կլինի գրի առնենք Եվ նայեցեք եղբայրներ ջան ինչ որ գրի առնենք մեր կով կմնա եւ
հետակային աբակային garanք վերաթարնալ նրան, եթե այդ նույն անձը մերքով կա նորից հարց ունի, բան ունի, նրանք ասենք 6 ամիս առաջ այս հարցի համար եկար մերքով։ Կարող է որ իր նոր հարցը կապ ունենա այդ առաջվա հարցի հետ։ Եթե կարաս վերաթարնալ նայել ինչ գրված է, որ նրա լավության համար, օգնության համար։ Արձանագրության տետը։ Այո։ Բայց դա էլ պետք է թույլատվությունը։ Այո, նրա համար այդ ցևը, այդ ֆորմը որ կա, սկզբից այդ բոլորը ինքն քեզ պետք է համաձայնություն դա ասելով, որ դու այդ իրավասությունը ունես, այդ նշումները առնելու, իր ասենք քախնի բաները այս բարակային թղթի վրա գրես, որ քո կովդ մնա, իբր ռեֆերանս, իբր հղում, այո։ Կամ էլ տանք իրանք իրաց պահեն, ավելի ճիշտ կլի, որ հետո գալուց վերեն։ Կարելի է, մինչև այնադեմ, որ հստակ են, նրա համար գրի առնելը եղբայրներ ջան ամեն լավն է։ Մի օրինակ նրան, ինչպես փաստաբանիմը, ինչպես իրավականիմը մոտ գնում ենք, օրինակը նրա մոտ կմնա, օրինակը քո մոտ կմնա։ Այո։ Բայց արդյոք այդ դեպքում ես մարդուն կասկածի տեղ չեմ տա, որ կարող է օգտագործել իրար։ Դրա համար լավ է տանք իրան։ Տանք իրան։ Դրա համար է հարցը։ Կարաս, եթե այդպես ավելի հեշտ կտեսնես, հա, կարաս։ Կարա մտածի կոմպրոմատ ես իրար։ Չէ, բայց նրա արդեն եւ որ դու համաձայնած ես ստորագրության, որ քո կովը կախնի պիտի մնա, ինքը գիտե որ կախնի է։ Եթե այդ կախնիկը այդնես, անշտապ դու հանցավոր ես։ Անգետքը պիտի նրա ասենք թե հետևանքները վայելես։ Ինչ որ է, հիմա նրա մասին չենք խոսում։ Հաբա կախնիկ բայելու այդ վստահությունը հաստատելու համար երկուսի միջև։ Դիվ 11 մեր խորհրդատվության նպատակներից կարևոր նպատակներից են հոգադարություն եւ գարեկցանք ցուցաբերելը, հոգադարություն եւ գարեկցանք ցուցաբերելը։ Ինչու որովհետեւ մեր հա, մեր շարժարիտը, մեր մոտիվացիան, այո, մեր ասենք թե այդ խորհրդատվության նպատակն է թիմացինին դերոջ բերել, եթե ավադացիալ չէ, ավետարանչական բնույթ պետք է ունենա մեր խորհրդատվությունը, եթե ավադացիալ չէ, ավետարանը պետք է դա ստեղմը, չէ թե ոչ, պարզապես մարդկային խորհուրդ տալիս ես նրան, այո սուրբ գիրքը օգտագործում ես, բայց չփրկված մեղավոր անձի ամենակարևոր պետքը ինչ է, փրկությունը, սրանից սկսելով, հոգադարություն պետք է ցույց տանք, որ մենք կարեգիցենք նրան, կարաս ասել, որ հասկանում եմ վիճակը, եթե ճշմարտապես հասկանում ես, եթե այդ փորձառությունը ունես, կամ նմանադիպ փորձառություն ունեցած ես, կարաս ասել քաչալերության նպատակով, բայց մեր ծառայությունը եղբայրներ ջան, նա չէ, որ դիմացինին ոնց որ հանդիմանենք, խայդարականենք, իրեն վշտացնենք եւ հետո հույս չտանք։ Եվ սա էլ կարևոր բան է։ Այո, այո, այո։ Երբ որ ես այդ անձնավորությունների հետ հանդիպում եմ, չեմ թողնում այդ մեկ օրվա։ Գտնում եմ, երբ որ խոսում եմ հետները, ինչ որ կերպով հավաքում եմ տվյալներ այդ պահին հասկանում եմ, այդ հոգատարությունը եւ կարեկցանքը մենակ այդ պահին չի հոբիկ եղբայրյան։ Դրանից հետո օրինակ երբ որ զանգահարում եմ, փորձում եմ գնալ, արդեն ավելի շատ են իրանք քեզ վստահում, ինչքան էլ որ դու հավաքում ես տեղեկատվություն ես ուզում ունենաս, երբ որ դու մի շաբաթվա մեջ 2 օրը 1, 3 օրը 1, բայց շաբաթվա մեջ 2 անգամ 3 անգամ զանգում ես, հաջորդ հանդիպման ժամանակ ավելի շատ բան են քեզի պատմում ու դու սկսում ես ավելի լավ օգնել։ Դրա համար երբ որ այդ հոգատարության եւ կարեկցանքի մեջ գնում եք, մի օրով մի արեք, մի պահ մի արեք, զանգեք, հետաքրքրվեք, փառք Աստծո, այսօր ամեն հնարավորություն տված է, հեռախոս, ինտերնետ, կապնվեք, հետո խոսացեք, ընկերություն արեք, որ ինքը հասկանա, որ դու իրան ուզում ես օգնես, այլ ոչ թե կործանես։ Մեկ անձը իր բոլոր ընտանիքի անդամների համար առիթ դառավ իր խնդրեմը, որ տան եկեղեցի եւ հիմա էլ ուզում են դա։ Այո, հիմա այս մոդեցումը ավակ եղբայրս հիմա անց կարա դարբերել մոդեցումների դարբերությունները, ինչու կասեմ սա, եթե որևէ փաստաթղթի վրա համաձայնությունը այդ ցանկացած անձի հետ հետեւյալն է, զոր օրինակ, որ մենք 5 անգամ պիտի հանդիպենք, պիտի խոսանք, պիտի աղոթենք միասին, աղոթն է կարևորը միասին, եթե ավադացյալ ես մանավանդ, հովիվես դիմացինն ալ եթե ավադացյալ է, կամ ոչ, աղոթքով թող տեսնե քո հոգատարությունդ, քո գարեկցանքդ,
Հիմա կարող է որ դու չհեռացանես նրան։ Ինչու կասեմ սա, որովհետև զորօրինակ, եթե մեկը եկած է քո առջև, որ ադա ուրիշ բան, գինը, երբեք իբրովիվ գինը մինագը խորտադության թող չկա քո առաջ։ Երբեք։ Ինը կարող փոխատուն։ Այդ գինը եկավ, ուրիշ քույրը թող բերե, նրա ամուսինը թող բերե, նրա եղբայրը թող բերե, եթե ամուսնացած չէ, ով որ է։ Բայց իբր դղամարդ մինագը երբեք գնոջ մի հետ մի լիներ։ Նույնիսկ եթե որևէ ցանկություն չկա նրա հանդեպ, կամ գիննալ քո հանդեպ որևէ ցանկություն չունի, կարող է որ դու եւ ինքը բարձրապես սրտանց քույր եղբայրի պես եք։ Բայց ուրիշները գարան մի բան ասել։ Դեղի մի դակ, արիք մի դակ։ Այս դուրը բաց է, չէ։ Եթե դուրը բաց է, այո, եթե բայց եկեղեցին մեկը չկա, դուրը բաց ինչ իմաստ ունի։ Քարտուղարին այնտեղ է, լավ է, այո։ Այո, անալ ուրիշ հարց, հիմա այնտեղ պիտի չգնանք հիմա։ Թիվ 12 մեր խորհրդատվության սկզբունքներից մեկը հետևյալն է. ճանաչենք Աստծո գերիշխանությունը մեր կյանքերի վրա։ Հիմա Մատթեոս 26-ի հատ օրինակը բերեցի, ինչու որովհետև Հիսուս ինքը ինչ ասեց, ոչ թե իմ կամքս, հակակու կամքը լինի։ Սրա վրա է որ այդ հատվածը նշած եմ, սրա համաձայն է։ Հետևաբար անհրաժեշտ է ենթարկվել Աստծո հրահանգներին եւ ցկտել գադարել նրա կամքը եւ այն ինչ Աստուծո հաճելի է, նույնիսկ մեր ցավալի հանգամանքներում։ Այսինքն մեր խորհրդատվությունից մաս պետք է լինի, որ դիմացին հասկացնենք, որ նա է, ինչ որ վիշտ ունիս, ինչ որ ցավ ունիս, հիշեցնենք, որ Աստված ինքը գերիշխան է, ամենակարող է, իր կամքը պիտի կատարվի, քո միայն հանգստանալը չէ շարժարիթը, ոչ այլ իմ խորհրդատվությանս գերակույն նպատակն է, որ դու հանգստանաս քո այդ ցավերիցդ։ Հապա իմ խորհրդատու իբր իմ նպատակը պետք է լինի, որ Աստծո կամքը լինի այդ խորհրդատվական հարաբերության միջոցով։ Ինչու որովհետև մարդագենտրոն կլինի մեր խորհրդատվությունը, եթե միայն մեր ֆոկուսը կենտրոնացումը լինի դիմացի անձին լավությունը։ Հումանիզմը կաշխատի։ Այո, հումանիզմ կլինի։ Այո, մենք պիտի նրան հանգստացնենք, օգնենք, որ լավանա, բարվոքվի, մեղքից ազատվի եւ այլն, բայց նրան պիտի հիշեցնենք, որ Աստծո կամքը գերակույնն է սրա մեջ։ Եվ Աստված ինքը գերիշխան է օգտագործելու քո ցավը, ինչպես Հիսուսի բարակային հորը կամքը կատարվեց Հիսուսի կյանքի ընթացքում, նույնիսկ խաչելության միջոցով։ Այո, իմ կամքս չլինի ասես, ապա քո կամքը այդ ցավը, այդ բաժակը խմեմ ասեց, ենթարկվեց Տիրոջ կամքին, եւ մեր մոդեցումն ալ այդպես պետք է լինի մեր խորհրդատվության մեջ։ 13. Փոփոխությունը թեպի քրիստոսանմանություն, որպես աստվածաշնչյան խորհրդատվության նպատակ։ Սա քերակույն նպատակն է մեր։ Ինչու համար անց ուզում է փոխվել, լավանալ, հանգստանալ, բարվոքվել, եթե հավատացյալ է, նպատակը մեր խորհրդատվության պետք է մենք հստակ անենք։ Քո լավանալը պետք է ինչի նպաստե քրիստոսանմանության։ Իմ խորհրդատվության արարքովալ ես պետք է ավելի քրիստոսանման լինեմ, դառնամ, եւ դիմացի անձնա, որ դու խորհուրդ տալիս ես, ուզում ես նրան հանգստացնել, լավացնել, բարվոքել, խրադել, որ ինքն էլ քրիստոսանման լինի։ Այսինքն մեր նպատակը, վերջնական նպատակը Աստծո փառքի համար Քրիստոսանմանությունը, Քրիստոսի գերբարանքի նման լինելը թողնելա։ Քանի որ Ռոմայացիներ 8:28-29-ը ինչ կասե, Աստված մեզ նախասահմանեց ումի գերբարանագից լինելու, Քրիստոսի, նրա բատկերին համացան, եւ մեր աշխատանքը, ջանքը պետք է լինի, որ մենք եւ որ օգնում ենք մեկումը մեր խորհրդատվությամբ, որ այդ անձը ավելի Հիսուսի նման դառնա։ Երբ ինք լսի մեզ, Աստծո խոսքիցը օգտվի, ազատվի իր ասենք թե ինչ որ խնդիրից, որ վերջո տեսնենք, որ ավելի այդ անձը Հիսուսի նման դարձավ։
Երկու հատ եւս մնաց եղբայրներ ջան եւ կամփոփչացնենք 15 րոպեի մոտ ունենք։ Կարանք մի քանի րոպե հարցերու տալ։ Ամենակարևոր ոնց որ նպատակը պիտի հետապնդի էս, որ անձի հետ աշխատելուց իմանաս իրան ինչի համար ուր է ստանում։ Այո, ուր է ստանում Հիսուսի նմանության դանում ես։ Այո, նպատակը աս է։ Երբ որ դու խոսում ես այդ անձի հետ քանի րոպեների մեջ, ես հասկացա, որ միանգամից նպատակը գնում է Քրիստոս։ Ոչինչ չի օգնի քեզ, եթե դու չես ապաշխարե, Հիսուսը չես ընդունել, այս քո դեպրեսիաները, այս քո վիշտերը, մտահոգությունները ոչ ավարտը, ոչ էլ ես, ոչ էլ որևիցե մեկը չի օգնելու։ Բայց կար այո։ Հիսուս միայն կարող է։ Այո, որ մենք փորձում ենք հովիկ եղբայրան, որ մեր ճոխ աղոթքով կամ սուբգիկ ընթերցելով, չգիտեմ, իրան ինչ-որ վիճակների մեջ դնելով հոգևոր, փորձում ենք իրանից վերցնենք այդ բանը, բայց չենք հասկանում, որ ինքը պիտի անձնապես հասկանա, օգնենք հասկանա, որ Քրիստոսի մեջ է բարոյական, հոգևոր, էմոցիոնալ, մտավոր փոփոխությունները Քրիստոսի։ Պատասխանը Հիսուսն է։ Այո։ Պատասխանը Հիսուսն է։ Եթե Հիսուս չունի, պատասխան չունի։ Վերջի պատասխան չունի գոհացուցիչ։ 14. Ցկտեք խթանել Աստծո հետ ընկերակցության քայլելու այդ ծարավը։ Ինչպես որ Սամոս 42:1-2-ում գասե չէ, ինչպես եղջերուն վտակներու պապակումը, այնպես իմ անձս, իմ հոգիս դիրոջ պապակումը։ Այսինքն այդ ծարավը պետք է օգնենք այդ անձին եւ Քրիստոս։ Այո, սա 14-ը 13-ի հետ գաբ ունի։ Եթե որ մեկ ուզում է Քրիստոսանման լինել, պետք է որ անշուշտ այդ ծարավը, որ ես ցանկանում եմ Աստծո Քրիստոսի, եւ որ դու այդ իբր խորտադու այդ ցանկությունը քո գերբերով Աստծո օգու օգնությամբ սուրբ գրքի միջոցով դու առաջացնում ես այդ անձի ասենք լսարանում, երբ դու խոսում ես նրան, խրադում ես նրան այդ բոլոր չանկի միջոցով խորտադվական, այդ անձը արդեն իր ախորժակը գասենք պետք է որ բացվի ավելի Աստծո անտեպ, ուզենա ավելի Աստծո, եւ սա մեր աշխատանքից մասն է, որ չլինի որ մեր գործարքը բարձրապես պրոֆեսիոնալ այսպես խորտադվություն լինի, գարձես թե ժամը 1-ին եկավ, ժամը 2-ին ամփոփչացավ, վերջացավ, հա բայց դու այդ հոգևոր մարդը, այդ ցանկությունը պիտի առաջացնես այդ անձի մեջ, որ ինք Աստուծո ավելի ուզե, ցանկանա ավելի Տիրոջը եւ ցանկանալով Տիրոջը Քրիստոսանման պիտի ցանկանա լինել։ Հիսուս պարզապես ֆորմուլա չէ մեր ցավերից հանգստանալու։ Եվ մարդիկ այդպես կգործեն, եւ որ լսում են Հիսուսի մասին խոսանք, ինչպես որ ավակ եղբայրս գիտե այս գիրագի աղոթքի մասին, աղոթք ընտրվեցավ մեզանից։ Ավակ եղբայրս նրանց հասկացողության մեջ, ինչպես մենք խոսանք միասին, նրանք ուզում են աղոթք անես, գարձելով որ քո աղոթքով իբր հոգևոր մարդ, նրանք ավելի պիտի հանգստանան։ Չէ, նրանք պետք է հասկանան, որ թիվ 1 Հիսուսը պետք ունին ապաշխարությունով, եւ թիվ 2 Հիսուսին նմանելով, ցանկություն ունենալով, այդ ծարավ ունենալով Հիսուսի անտեպ, նրա խոսքի անտեպ, այնադենը որ գսկսին ավելի խաղաղություն ունենալ, Տիրոջ խաղաղությունը, որ ինչե վերև է։ Ամեն մտք է վեր է։ Մարդ առածը չի հասկանում, բայց դերը կարող է այդպիսի խաղաղություն տալ, որ դու կասես սա հրաշք է, աստվածային հրաշք է, ուրիշ ցավով չի կարելի։ Հիսուսը Եվ որ Հիսուս կասենք Աստված է, Սուրբ Օքին է, երրորդությունն է, նրա խոսքի միջոցով, այո։ Բոլոր ճանապարհները դեպի Հիսուս։ Այո, վերջ։ Եվ վերջը, եղբայրներ ջան, մի քանի բան կա այստեղը, ավելի լոգիստիկային բաներ։ Հիմա տարբեր գետեր կան, որոնք պետք է հաշվի առնել, կամ նկատի առնել, հիշել, խորհրդատվական այդ հանդիպման կանոններու առնչությամբ։ Ինչու որովհետև պետք է նկատի առնենք զորօրինակ հանդիպումների դեպողությունը եւ սահմանապահումը։ Հիմա հանդիպումների դեպողությունը որ գասենք, զորնակ ասենք սահմանապահումը գասենք, ես ու դու պետք է 3 անգամ հանդիպենք։ Նկատի ունենալով որ դու իբր փորձարու մարդ 3 անգամից բավարար կարող ես օգնել։ Ինչու որովհետև նայեցեք, երբեմն զորօրինակ
զորոնակ հովիվներ կան, որ քույրեր շատ ուզում են ամեն անգամ, ամեն շաբաթ հովիվիկով այցելել 1 ժամ, 2 ժամ հովիվի ժամանակը քողանալ։ Կանեն։ Որովհետև նրանք հանգիստ զգում են եւ որ հովիվը խոսում է նրանց։ Ոչ թե քանի որ սկացական կամ ֆիզիկական այդ ասենք թե քաշողականություն ունեն անպայման։ Երբեմն կան նրանցից ոմանք, որ նրանք նայում են հովիվը ինչ լավ մարդ է, ասե, դեսկով լավ է, բան է, զգուշ։ Նրա համար ասեցինք, որ իբր երեց եղբայր, իբր հոգևոր գործիչ, ոյ մի ադեմ, քույրը մինակ պիտի չընդունենք խորհրդատվական այդ գործարքի ընթացքում։ Հետդ ուրիշ եղբայրը ունեցիր, քո գինդ ունեցիր, քո զավակը ինչ որ է, մեկը թող լինի քովը։ Մանավանդ ավելի հասուն հոգևորը, որ գարա միասին մտի գնել այդ անձին, այդ գնոջը։ Ուրեմն, պետք է նկատի առնենք հանդիպումների տևողությունը։ Ամեն մի անգամ, եւ որ մեկը գա քանի րոպե, 30 րոպե, 45 րոպե, մի ժամ։ Շատ երկար չնենք, որ շատ երկար անենք, հոգնեցիչ կլինի, նրա էլ քեզալ։ Հետո անբդուղ կրնա դառնալ։ Շատ, 1 ժամը շատ։ Ինչու գասես, զորնակ, ուրիշ անգամ է կարելի եկալ։ Ասա սկիզբից համաձայնիր, քանի անգամ։ Այո, որով նայեցեք, երբեմն մարդիկ կան Զգսպից բիդի համաձայնվեք, չէ, ուրիշ անգամ գշարնագեք, հա, չէ, դիմացինը գրնա հոգնել, հիմա Արտուր եղբայրս, հիմա կարող է որ ասենք թե հովիվը ինքը ուրիշ բաները նելիք ունի, նրա համար, չէ, այցելությունը ուրիշ բան է, այցելությունը, ասիկա ոնց որ բաշտոնական խորհրդատվություն է, օրինակ, հա, գամ եկեղեցի ոլորտում, գամ դու այցելեցիր, ասենք մեգումը դունը խորհրդատվության այդ ծառայությունը անում ես, բայց կարևոր է որ համաձայնիկ միասին սկիզբեն որ ակնկալությունները այս հարաբերության սկզբից հստակ լինեն։ Անիրական սպասումներ չլինի։ Այո, որովհետեւ ակնկալությունները դրամապանական ակնկալություններ լինեն։ Որովհետեւ չէ ոչ եթե չասես մեկը կարող է հաճույք առնե շիտակ ծևով որ դու ազոխոսքը խոսում ես նրան, ուզում ամեն շաբաթ կալքովդ մի դարի, դու աշակերտության համար չես կանչում այդ քրոջը կամ այդ եղբորը, հաբա խորհրդատվության այդ խնդրի համաձայն։ Հետո էթիկական ուղեցույցներ պետք է ունենաս քովդ։ Այդ էթիկական ուղեցույցներու առնչությամբ մենք մի քիչ խոսեցանք, զորօրինակ հստակ թղթի վրա դված կլինի սկզբից, որ զորակ հստակ է, որ հովիվը մինագը պիտի չլինի եւ որ եք սերի անցկա իր արջև։ Էթիկական բաներ կան, երեխա է, երեխան մինագը պիտի չլինի, ծնող կետը պիտի լինի, ծնողքից մեկ հոգի, այսպիսի բաներ էթիկական ասենք ուղեցույցներ կան եւ պետք է ունենանք։ Ինչպես։ Այո, կարևոր չէ եթե դղա է լինի, այո։ Հետո հավատքի հայդարարության, ասենք այդ ծևի պաստատուղթա պետք է լինի, ինչու կասեմ սա, որը մեկը որ քովդ գալիս է, քոնե այդ, ասենք, համառոտ հիմնական, քրիստոնեական կարևոր հավատամքները պետք է նրան դրվի, եթե եկեղեցու անդամ է գիտեն ինքը, եկեղեցու անդամ է գիտե, բայց եթե մեկն է, որ կարող է քու եկեղեցից չլինի, կամ մեկը լինի, որ հավատացյալ է չէ, էլի սա հնարավորություն է նրան հասկացնելու, որ դու ինչ հավատում ես եւ քու խրատներդ հիմնված են այս հավատամքների վրա։ Որ չլինի, որ ինքը կարծե, բայց ինքը կարող է ասել, որ բայց ես չէի գիտեր, որ մեկը եթե մեղքը խոստովանի եւ շնության մեջ շարունակում է եկեղեցական ղարքաբավության դակ կինա։ Դու մեղքի մեջ ես, եկած ես ինձ խոսում ես շնության մեջ ես եւ չես ուզում խոստովանել, զոր օրինակ։ Հստակ պետք է լինի։ Հետո ընդունման ծևի փաստաթուղթ պետք է լինի։ Ինչու որովհետև երբ որ անձը գալիս է, այդ ինչ որ արդեն իսկ գարկ բաներ խոսեցանք, ոնց պիտի ընդունիս այդ անձը։ Օրինակ նրան պիտի ասես, որ մեր հարաբերությունը այս բաներու վրա հիմնված է, այս սենքտե օրենք չասեմ, այս սկզբունքների վրա, որ սկիզբից այդ հարաբերությունը հստակ լինի։ Հետո դեղեկացված համաձայնություն եւ կաղնիության պայմանագիր պետք է լինի, որ դեղեկացված համաձայնությունը գա որ ոնց պիտի լինի ընթացքը այս խորհրդատվական, ասենք, հանդիպումների շարքը։ Եվ
ուղղորդման այդ ասենք գարկն հաստատ պետք է որ ինչպես պիտի ուղղորդես սկիզբից լավ կլինի գիտնա որ նա է դու պիտի ուղղորդես նրան այսպես սուրկուկով գամ ինչպես հետո գասեմ այստեղ կորձողությունների պլան եւ դնային աշխատանք մի ուղարկիր ասենք այդ անձը դուն առանց դնային աշխատանքի ինչու որովհետեւ եթե խնդիր մը գա օրինակ մեղքի նկատմամբ շնության նկատմամբ իրեն դուր սե գարտա երկու թակավորների 11-12 Դավիթի մեղքը Սամոս 32 Սամոս 51 որբեսի դիրոջ հոգով դերը ինք խոսա նրան իր խոսքի միջոցով ամեն բան դու չես կարող ասել այդ մի ժամվա մեջ կամ կես ժամվա մեջ կամ 1.5 ժամվա մեջ նույնիսկ այդ կորձողությունների պլանը պետք է ներկայացնես իրեն որ մեր հարաբերությունը այսպես պիտի ընթանա մեր խորհրդատվական այս հանդիպումները միտինգները այսպեսի բաներ եղբայրներ ջան խորհրդատվության այս սկզբունքների առնչությամբ եւ մենք անշուշտ գշեշտենք աստվածաշնչյան կամ աստվածաշնչի խորհրդատվության սկզբունքներ եւ այս բաները կապ ունին աստվածաշնչյան խորհրդատվության այդ կորզընթացի հետ այո հարցի ժամանակ է եղբայրներ ջան մի քանի րոպե ունենք առողջ ջաշի գնանք Հիմա եթե ինք խնդիր ունի մարդկանց հետ, այո դու իբր խորհրդատու եւ որ արդեն իսկ հասկանաս որ ինք զորօրինակ ներելու խնդիր ունի եւ գիտե որ դու գիտես որ իր խնդիրը ներել է ուրիշ ցանկացած եղբորը քրոջը եւ այլն կամ կարող է իր զոկանչի անտեպ պետք է հարցը լուծես զոկանչի դեպ կամ ասիչ եղբոր հետ քրոջ հետ սա քու կորձետ մաս մնե սա քու կորձարկետ մաս մնե այո Երեցին պետք չունի խոստովանելու Մատթեոս 18-ը եթե եղբորդ հետ հարց ունես մեկ առ մեկ խոսա հարցը լուծվեցավ վերջացավ Չէ խորհրդատվության անձնական ինչ Չէ ինքը եթե ասենք իր հարցս կոնկրետ էր որ մեգում է այդ բան մը կա Չէ պետք չկա այո իսկ անձնական հարցը կարաս որովհետեւ մեկի հետ խոսք Կարաս Այո իհարկե Առաջին անգամ մեղքդ Աստծո խոստովանես, այո։ Մենք աստեղը գաթողիկի ասենք վարդապետներ չենք, որ կավարան եկած ենք եւ խոստովանում ենք վարդապետին։ Աստծո առաջ պիտի խոստովանես, այո։ Շատ լավ եղբայրներ ջան։ Հա, մի հատ հարց եւս, այո։ Մարդը սկնային աշխատանք Հա։ Սա քո համացանությունիդ մաս պիտի լինի սկզբից։ Եթե ոչ, չես կարող այդ աշխարհ։ Ինչու որ դու գիտես արժեքը օգուտը։ Եթե չի անը նրա ասենք թե վնասն է։ Եվ իրենք ասես որ նայ դու իրավունք ունիս սկզբից համացանությանդ համացան նրա հետ, որ եթե ինք այդ պայմաններին համացան չէ, դու կարող ես ընդհատել այդ խորհրդատվական գործընթացը։ Այո։ Սկզբից հայտնի պիտի լինի գրի Բիդի ինք տեսնա, համացայն է, եթե ոչ, եղբայրը հարց ուներ, գարձեմ դուրս եկավ, շատ արեք, եղբայրներ ջան, եթե դիգրան եղբայրս, գարաս մեր ջաշի համար աղոթել, շնորհակալություն